Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ տաղավարում հյուրընկալում ենք բավականին հարուստ փորձառություն ունեցող անհատների, ովքեր որ կիսվում են իրենց գիտելիքով, փորձով եւ գործարար ոլորտում իրենց ամենակարևոր փորձառության մասին։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Հայկ Կարապետյան, ողջույն Հայկ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Հայկը գործարար է, հանդիսանում է Satisfy ընկերության համահիմնադիրը, ինչով է զբաղվում ընկերությունը, ինչ առաքելություն ունի, սրա մասին անպայման կանդրադառնանք, հանդիսանում է Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի խորհրդի հիմնադիր անդամը, ինչպես նաեւ Օզոն Հայաստանի գլխավոր տնօրենը։ Ոլորտները բավականին լայն են, վստահաբար նաեւ անելիքներն են շատ, Հայկ, թեմաներն էլ բավականին հետաքրքիր են, որոնք որ ձեզ հետ քննարկելու ենք։ Մինչև հիմնական գործարար թեմաներին անցնելը մի փոքր ձեր կրթության մասին կներկայացնեք, ինչ կրթություն եք ստացել, որից հետո այսպես որոշում է եկել, որ պետք է մուտք գործեք բավականին հետաքրքիր գործարար ոլորտ։ Շնորհակալություն։ Հա, իդքանը որ ես Մոսկվայում եմ այդ ժամանակ ապրել 12 տարեկանից սկսած, այսինքն 5 տարի դպրոց անունետև համալսարանը, ես ընդունվել եմ Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանը եւ սովորել եմ ինֆորմացիոննի տեխնոլոգիի տելեկոմունիկացիի կոչվող ֆակուլտետը եւ ինժեներ պրոգրամիստ եմ առաջին հենց կրթությունով, բայց ոչ մի օր որպես ինժեներ չեմ աշխատել, սկսած երրորդ կուրսից աշխատել եմ, բայց բոլոր իմ գործերը ինժեներությունից բավականին հեռու են եղել, ուղղակի այդ գիտելիքները ինձ օգնում են, որ տեխնիկական ոլորտի աշխատակիցների հետ նույն լեզվով խոսեմ, իրանք չկարողանան ինչ-որ բան ինձ խաբեն կամ չասեն մինչև վերջ։ Նաև ըստ էության ինժեների կրթությունը թույլ է տալիս ավելի լայն մտածողություն ունենալ եւ բազմակողմանի զարգացվածություն, եթե ճիշտ եմ ձևակերպում։ Դե հա, նաև համակարգված ինչ-որ մտածելակերպ, դե իմ ուժեղ կողմը միշտ եղել էր դպրոցում մաթեմատիկան, ֆիզիկան եւ ընդունելության քննություններն են այդ կողմից եղել, ոնց որ լավ train են արել իմ մտածելու ունակությունները, հենց առարկաները։ Շատ լավ, այստեղ մեկ կարևոր բան եմ ուզում նշել Հայկ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, որ Հայկը նշեց իր ամենակարևոր եւ ուժեղ կողմը, դա ֆիզիկայի եւ մաթեմատիկայի գիտելիքներն են եւ այստեղ ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել STEM ուղղվածությամբ, այսինքն ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանության ուղղվածությամբ առարկաների դերը եւ ամենակարևորը դուք դրանք տիրապետելով եւս կարող եք գործարար ոլորտ մուտք գործել, սա նաեւ շատ կարևոր է, որովհետեւ շատ դեպքում մտածում են, որ եթե դու ֆիզիկոս ես, եթե դու կենսաբան ես, դու գործարար ոլորտի հետ որևէ աղերս կամ որևէ առնչություն չես կարող ունենալ։ Չէ, դուք միանգամայն ճիշտ եք, ես իմ երեխաներին էլ ասում եմ, որ ամենակարևորը կան բազային առարկաներ, որ պետք է իմանաք, եթե նույնիսկ դուք տեխնիկական ոլորտով չեք ուզում զարգանալ, դա մաթեմատիկան անպայման է եւ լեզուները։ Այդպես ստացել, որ ես հումանիտար ուղղությունը չեմ ընտրել ու դրա համար ֆիզիկա ու մաթեմատիկան էր, այնուհետև արդեն ցավում եմ, որ շուտ խորը անգլերենով չէի զբաղվում եւ արդեն բավական մեծ տարիքում սկսեցի ավելի ուժեղ խորացված զբաղվել անգլերենով, որպեսզի մրցունակ լինեի աշխատաշուկայում։ Հրաշալի։ Հայկ, հաջորդ կարևոր հարցն եմ ուղղում, քանի որ հաղորդման ամենասկզբի հատվածում նշեցի, որ հանդիսանում եք Օքսֆորդի շրջանավարտների հայաստանյան ակումբի խորհրդի հիմնադիր անդամը, վստահաբար դուք ունեք այլ կրթություն, ինժեներական կրթություն, այստեղ ավելի շատ երևի բիզնես կրթություն, ղեկավարման հմտություններ, գործարար գիտելիքներ եք ձեռք բերել։ Ինչպես է ստացվել ձեր այս ոնց որ այս ուղղվածությամբ առաջ շարժվելը, ինչպես է ստացվել ակումբին միանալը, հիմնադրման գաղափարը եւ ամենակարևորը ինչ է դա ձեզ տվել։ Ես բազմակողմանի հարց է, սկզբից ասեմ, որ իմ աշխատանքը ճիշտն ասած ընդհանրապես կապված չի եղել իմ կրթության հետ, իմ առաջի աշխատանքը եղել է դիզայներ, վեբ դիզայներ, ինժեներության հետ եւս կապ չունի։ Չունի, հա, ես համարյա 1 տարի ու կես աշխատել եմ կես դրույքով Ռուսաստանում այդպես կինոթատրոնների ցանց կար, ես առաջի օրվա կեսը սովորում էի եւ մյուս կեսը որպես դիզայներ, վեբ դիզայներ էի աշխատում, հետո հասկացա, որ քանի որ ես ձեռքով նկարել չգիտեմ, ինչ որ բարձունքների այդ ոլորտում չեմ հասնի ու իմ համար դա արդեն քրիտիկական էր, իմ ամբիցիաները թույլ չէին տալ այդ շարունակել։ Ու այդ ժամանակ տարբեր պրոյեկտներ էի անում, ճիշտ ասած, բավականին ակտիվ էի Մոսկվայի հայ համայնքում, հայկական
տարբեր միջոցառումներ, կազմակերպում համերգներ եւ այլն, հետո sales եմ աշխատել, Երևան ժուրնալ կար այդ ժամանակ, Երևան ժուրնալ բավականին հայտնի մեդիակրատ կազմակերպությունում գովազդ էի վաճառում այդ ժուրնալի համար, այնուհետև մյուս տեղը, որ աշխատել եմ, հիմնական աշխատանքը, որ արդեն ուղիղ գործի հետ էր կապված, դա Kiwi եւ OSMP-ը այդ ժամանակ կոչվում Հայաստանյան ներկայացության տնօրեն։ Ես հենց համալսարանը ավարտեցի, ինձ ուղարկեցին Հայաստան որպես տնօրեն 23 տարեկանում։ Ես առաջ անգամ քննություն եմ հանձնել կենտրոնական բանկում հայերենով, համարյա 10 տարի ես հայերեն ընդհանրապես չի օգտագործում, այսինքն գրական, գրել, կարդալ, խոսակցականը տանը միշտ հայերեն ենք խոսել, բայց ստիպված սկսեցի հայերեն էլի կարդալ, որպեսզի քննություն հանձնեմ կենտրոնական բանկում, կազմակերպությունը լիցենզավոր եմ, դա առաջի ոնց որ փորձներ հետ գալ Հայաստան 2007 թվականին։ Եղել եմ տնօրեն, փոքր կազմակերպության տերմինալներ ենք դնում, որը հիմա Telcel-ը ունի, այլ կազմակերպություններ, հետո տարբեր գործընթացներ եղավ, վաճառեցին, մերջեր եղավ շուկայում, այնուհետև պարոն Երիկյանի մոտ Vivassel-ում եմ աշխատել, հենց այդ ժամանակ ծանոթացանք պարոն Երիկյանի հետ, որտեղ որպես տնօրեն ես կնքում էի պայմանագրեր տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի հավաքագրեի նրանց վճարները, Այդպես երբ որ այդ կազմակերպությունը դուրս եկա, պարոն Երիկյանը հրավիրեց իր մոտ եւ համարյա 2 տարի աշխատում էի, քանի Երևանում էի վաճառքի բաժնում կար distribution channel subunit, որը զբաղվում էր ամբողջ Հայաստանի վաճառակետերի զարգացման, SIM քարտերի վաճառքի, recharge քարտերի կարող է հիշում եք որ ինչ։ Անշուշտ իհարկե հիշում ենք։ Դրա վաճառքը Ոչ ոք չի մոռանա այդ ժամանակաշրջանը $200 քարտերը։ Չէ, բայց մեր մոտ այդպես չի եղել, դա այլ կազմակերպություններ։ Այո։ Ու այդպես ստացեց, որ մտա այդ ոլորտ Telecom նաև ինչևէ ու արդեն ղեկավար պաշտոններ էին այդպես շարունակ գնում ու որը ոչ մի կապ չուներ բուն առաջարկության հետ։ Հետո երբ որ HiPost-ից արդեն HiPost-ի տնօրենի պաշտոնից հետո ժամանակ կար որ ես թեթև ազատ էի, իմ երազանքը որ ունեմ մեծ միջազգային ճանաչում ունեցող ինչ որ համալսարանի դիպլոմ, իրականություն որոշեցի դարձնել, փորձեցի եւ հաջողվեց ընդունվեցի Օքսֆորդի համալսարան։ Ինչու Օքսֆորդ։ Ճիշտն ասած, շատ պրագմատիկ է այդ ամեն ինչի նայում։ Ես համեմատում էի top 5-ը եւ գին որակ համատությամբ լավագույնը Օքսֆորդները, տարբերակ կար նաեւ Ստենֆորդ գնալ, բայց գին որակ այդ երկու կրիտերիաներով Օքսֆորդը կոնկրետ ծրագրեր է, 4 ծրագիր ունեն, բավականին հետաքրքիր ինձ թվացին եւ ես չեմ 1 րոպե չեմ փոշմանել, որ ընտրել եմ 4 ուղղություն կա, finance, global leadership, global economy, leadership եւ AI for business, ես ընտրեցի AI for business-ը դեռ 2 տարի առաջ, դա այդ աշանի պոպուլյար չէր։ Ինչպես հիմա, այո։ Ու ճիշտ ուղղությունն է ընտրել։ Ինձ ճիշտ ասած խորհուրդ է տվել Հայկ Քարամյանը, Հայաստանում կա 2 մարդ, որ հենց Օքսֆորդի այդ ծրագիրն է ավարտել, արհեստական բանականությունը բիզնեսի համար, Հայկը Քարամյան Ռուսաստանում Beeline-ի ամբողջ Beeline-ի աուդիտի ղեկավարն է, եւ ինքը խորհուրդ տվեց այն ժամանակ, ասեց լավ ծրագիր է, խորհուրդ եմ տալի եւ ես լսեցի, մենք իդեպ ծանոթացել էինք այն ժամանակ, երբ որ ես աշխատում էի Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայաստանում։ Ինչևէ, ու շատ հետաքրքիր պատմություն ստացվեց, որովհետեւ մարդիկ ինչու համար են գնում այդպես մեծ ծրագրերի, որպեսզի առաջինը նեթվորքինգն է։ Ու իմ մոտ այդպես ստացվեց, որ այդ նեթվորքինգը ոչ միայն միջազգային եղավ, այլ ավելի շատ հայաստանյան։ Մենք շատ լավ համայնք ենք ձևավորել Հայաստանում, Օքսֆորդի շրջանավարտների, իդեպ այդ համայնքը կոչվում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ, որովհետև բոլորը ավարտել են executive ծրագրերը, մենք օրինակ բակալավրներին դեռ չենք վերցնում, բավականին փակ ենք պահում այս ոլորտը։ Իսկ շատ են Հայկ։ 29 հոգի ենք այս պահին, որպեսզի օֆիցիալ ստատուս հենց Օքսֆորդում ստանանք, մենք պետք է ունենանք 50 մասնակից, մենք որոշեցինք չսպասել օֆիցիալ ստատուսին Օքսֆորդի կողմից, ձևավորեցինք, հենց գրանցեցինք Հայաստանում օֆիցիալ ՀԿ, որպեսզի ունենանք հաշիվ,
իրավաբանական անձ, որով կարող ենք տարբեր գործունեություն իրականացնել օրենքի շրջանակներում եւ օգտվելու ենք այդ առիթից մեր կուտակած գիտելիքը կապերը օգտագործենք թե Օքսֆորդի ծրագրերը Հայաստանում ավելի շատ լավ ներկայացնելու թե նոր բիզնես կապեր ստեղծելու թե սոցիալական պատասխանատվության հարցերում իդեպ տարի մի հատ մեծ իվենթ են կազմակերպելու հուսամ առաջիկա 2 շաբաթվա մեջ մենք դրա մասին ավելի բարձր եւ հստակ կհայտարարենք Շնորհակալություն շատ Հայկ իրականում ինչպես նշվում է հատկապես գործարար միջավայրում կրթական տիրույթում համայնքների դերը իրականում շատ մեծ ու անգնահատելի է ու նաև հատկապես այն համայնքների որտեղ որ կա խտացված շատ գիտելիք փորձառություն այն էլ միջազգային հարուստ գիտելիքն ու փորձը որի կարիքը որի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում շատ կա Հիմա հաջորդ կարևոր հարցը ինչպես է ստեղծվել ընկերության ստեղծման գաղափարը Ոնց եք որոշել, որ պետք է, չէ, այնուամենայնիվ մենեջերի տնօրենի աշխատանքը շատ լավ է, բայց պետք է նաև սեփական ունենալ։ Որտեղից է ծնվել միտքը։ Ճիշտ ասեմ, դա առաջի փորձը չէր, դա մի քիչ ներսից պետք է լինի, հենց մինչև նույնիսկ համասարանից հետո ես տարբեր փորձեր եմ ունեցել 2007 թվականին ես եւ իմ համահիմնադիրը Արթուր Հարությունյան մենք համատեղ այդ ժամանակ աշխատելով OSMP-ում նաև հիմնեցինք կարգին կապ IP քարտեր եւ հիշում եք այդ ժամանակ IP քարտերով զանգարում էին արտասահման պայմանավորվեցինք Հայկո Մկոյի հետ այդ ժամանակ ես պայմանավորվեցի մարքեթինգի մասով Արտուրը տեխնիկականներ անում ու մենք բավականին հաջողակ էինք եւ վաճառում էինք այդ քարտերը դա առաջին մեր ոնց որ համատեղ բիզնեսն է եղել այսօր առաջինը չի եղել այդ ոնց որ հիվանդացել եւ բուժվել ենք այդ բանից սեփական ունենալու մոլուցքից ունեցել ենք մեր կաբինետը там եւ այլն շատ վաղ հասակում 23-24 տարեկան ենք արդեն մեր բիզնեսը ունենք այնպես որ ուղակի դրա համար չի արվել իդեան շատ շուտվանից էր 2019 թվականից էր առաջի սոֆթերը Neobank գրեցինք Արտուրի հետ VTB-ի հետ էինք համագործակցում հետո արդեն երբ որ Հայպոստից ես դուրս եկա որոշեցի որ այդ ազատ ժամանակը ինչ որ համապատասխան առաջարկներ ճիշտ ասած փոքր շոկայում չկար եւ որոշեցի որ կենտրոնանամ ինչ մտքեր ունեմ կուտակված փորձը ներդնենք եւ ստեղծենք հարթակ նո հարթակը ստեղծեցինք կոչվում է satisfy իր հիմնական իմաստը այդ վերջնակետն է satisfaction-ն է որ հաճախորդները satisfied լինեն այսինքն բավարարված մենք էլ այդ պլատֆորման ենք ստեղծել որը ռադարի պես ֆիքսում է տարատեսակ հաճախորդների ոչ գոհ լինելը եւ կազմակերպությանը տալիս է սիգնալ եւ հնարավորություն որ ինչ որ բան այն չի գնան եւ դա բուժեն որ հաճախորդը մնա իրենց հետ այնուհետեւ երբ որ արդեն Օքսֆորդում է նրան ավելացրեցինք AI մոդուլ որտեղ ինքը առանց AI-ի է աշխատում իսկ AI մոդուլի մասը դարձավ իմ դիպլոմային պրոյեկտը հիմա satisfy իմ դիպլոմային պրոյեկտն է այնպես որ իքումից ամեն անգամ վաճառելիս այդ որպես եւս մի հատ իրական кейս է դիտարկում Հայկ կարող ենք նշել որ ընկերության ծառայությունը կողմից մատուցված ծառայությունը CRM-ի ինչ որ բաղկացուցիչ մաս է թե ինքը մի քիչ ավելին է քան Չէ, սա ավելի շատ CRM նաև ստուգող գործիք է, ինքը որակի վերահսկման հաճախորդների գոհունակությունը վերահսկում։ Ոնց եք ներդնում, ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Կարող եք ինչ-որ ընկերության օրինակով բերել, որ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ եթե լինեն անհատներ, ովքեր որ այդ ցավերը կունենան, իսկ ես չեմ կարծում, որ կա գործարար, ում հետաքրքիր չի իր հաճախորդների ցավերն ու խնդիրները, ինչպես կապնվեն, ինչպես համագործակցեն։ Տեսեք, մենք ունենք արդեն 4 բանկ Հայաստանում, որից 3-ը բաց արդեն հայտարարել են, որ նրանք մեր հետ աշխատում են, դա Converse-ն է, դա Biblos-ն է, դա Amio բանկն է, դեպ Amio-ն առաջինն է, որ մեզ հավատաց, մենք ինչի համար շատ շնորհակալ ենք։ Yucom ընկերությունն է, ում հետ արդեն աշխատում ենք։ Կա եւս մեկ բանկ, որը ներդրել է, բայց իրավունք չունեմ դել announce անել, որովհետեւ համատեղ դա
պիտի անենք։ Եվս մեկ բյուջեային օպերատորում մենք մրցույթին ենք մասնակցում։ Երևանի քաղաքապետարանի հետ մենք արել ենք պիլոտային ծրագիր, հիմա սպասում ենք որոշմանը, արդյոք roll-out ենք անելու ամբողջ համայնքի համար եւ սպասում ենք նաեւ հուսանք Հայաստանի կառավարությունը որպես վերահսկողության, որակի վերահսկողության գործիք մեր պլատֆորմը կընտրի։ Ինչ է նա անում, օրինակ, եթե դուք զանգանում եք ինչ-որ call center, արհեստական բանականության մեթոդներով կարելի է վերլուծել ձեր խոսակցությունը, արդյոք դուք գոհ եք պատասխանից, ձեր customer satisfaction-ը, առանց ձեզանից հարցնելու գոհ եք դուք թե ոչ, արդեն հասկանում ենք, դժգոհ եք, գոհ եք, ձեր էմոցիան են հասկանում։ Նեյրո տարբերակով ավելի։ Այո, սեմանտիկ եւ սենտիմենտ անալիզ արվում, ձայնի տատանումները, բառերի իմաստը, կոնտեքստը, որոշվում է, որ վարչությունը դրանով պիտի զբաղվի task urgency-ին, այսինքն ինչքան կարևոր հարց է եւ հրադապ հարց է այդ լուծելու կատեգորիզացիա է արնում, տարատեսակ հաշվարկներ, որը թույլ են տալիս առանց հաճախորդից հարցնելու իր կարծիքը հասկանան, արդյոք նա գոհ է, դժգոհ է, եթե դժգոհ է, ինչ է դժգոհ եւ համապատասխան վարչության հրանք տալ, որ դա արագ լուծվի, ինչի համար է ամեն ինչը արվում է մեկ բանի համար, որպեսզի մի րոպե շուտ հասկանալ որտեղ կա խնդիրը լուծել, որպեսզի հաճախորդը մնա, իսկ մեկ չկորցրած հաճախորդը ավելի 5 անգամ ավելի մատչելի գին արժի, քան նոր հաճախորդ ներգրավելը։ Իսկ այս ոլորտում ամենագլխավոր խնդիրը դա այդ կոչված silent majority-ն է, այսինքն մարդիկ թողում գնում են առանց ասելու, հետադարձ կապի, այո։ Իրանք հասարակ հետադարձ կապերը ունեն 1% response rate, այնպես ընդհանուր 1%-ն է պատասխանում։ Եթե real time ինչ-որ survey-ներ է լինում, այդ հետադարձ կապը 13-ից 15% է կազմում, իսկ երբ որ AI-ով ես անում, դա մոտ 80% ճշտությամբ դու կարող ես հասկանալ արդյոք գոհ են քո ծառայությունից թե ոչ։ Հրաշալի է։ Իրականում նաև այն ընկերությունները, ովքեր որթեգրել են, իսկ չեմ կարծում, որ այդպիսի քիչ են հաճախորդակենտրոն եւ հաճախորդամետ քաղաքականություն, կարծում եմ իրենց համար իրական դեղ է, հա, էս, որպեսզի կարողանան վերհանել այն բոլոր թաքնված խնդիրները կամ այլ կերպ մասնագիտական տերմինով ասած հաճախորդի սև արգղում տեղի ունեցող process-ները, որը որ ոչ մի կերպ չեն կարողանում բացահայտել շատ բիզնեսներ, շատ ընկերություններ։ Ինչ բարդ որոշումների առաջ եք կանգնել, Հայկ, որ ձեզ համար իսկապես մարտահրավերային է եղել։ Դե ինձ կոնկրետ այս ոլորտում այդքան էլ չէ, այդպես բարդ որոշումներ չկա, իմ ամենաբարդ որոշումը մի հատ այլ ինտերվյուում եմ ասել, դա երբ որ պատերազմի ժամանակների եւ հայփոստի գլխավոր տնօրենն էի, այդտեղ հարց կար կվոտաների հետ կապված, ով պետք է գնա պատերազմ եւ ով էր ստանում հատուկ բրոնь, երբ որ դու կոնկրետ մարդկանց կյանքի հետ ես առնչվում պետք է որոշում կայացնես, դա երևի ամենագլխավոր ամենածանր որոշումն է։ Շատ լավ։ Հաջորդ կարևոր հարցը նշեցի, որ նաև հանդիսանում եք Օզոն Հայաստանի, հա, գլխավոր տնօրենը։ Սա ինչպես է համատեղում։ Նաև դժվար չէ լինել համահիմնադիր, այլ ընկերությունում լինել տնօրեն։ Դե ճիշտ ասած տարբեր դերեր են, այնտեղ կա մենեջմենտ, որը որ զբաղվում է բիզնեսով եւ մենք ուղղակի որպես սեփականատեր ուղղորդում ենք։ Օպերացիոն գործառույթներից մենակ Օզոն Հայաստանն է։ Օզոն Հայաստանն էլ ցավոք ոչ բոլոր process-ներն են լոկալիզացված, country manager-ի դիրքը մի քիչ ավելի հեշտ է, քան real գեներալի դիրեկտորի, որում ես եղել եմ նույն հայփոստում, կառավարելով 3000 աշխատակից, ունենալով մոտ 7-8 ուղղություն տարբեր, որոնք ընդհանրապես կարելի են առանձին կազմակերպություններ համարել։ Հենց որ այդ մեծ load-ին ես ընդհանրապես հեշտ եմ հարմարվում, հակառակը, երբ որ քիչ կա գործանելու, իմ համար դա դժվար։ Շատ լավ, այստեղ լրացուցիչ հարց տամ, ավելի հեշտ է լինել CEO, թե ավելի հեշտ է, այսինքն տնօրենի պաշտոնում, թե հիմնադիրի դերում։ Ձեր դեպքում իրականում։ Իմ դեպքում ավելի հեշտ է լինել տնօրենի պաշտոնում, որովհետև երբ որ քանի որ ես երկար ժամանակ աշխատել եմ տնօրեն, ինչ-որ դեֆորմացիա պրոֆեսիոնալ Հիմնադիրի դերում եք տնօրենի որոշումներ կայացնում։ Չէ, ուղղակի Це մի հատ անհասկանալի բան է իմ հետ կատարվում։ Երբ որ ինձ աշխատավարձ են տալի, ես շատ ավելի էֆեկտիվ եմ, քան ես ուղղակի, երբ որ ես հիմնադիր եմ ու ինձ Կարծում եմ շատերն են այդպես։ Բայց դա վատ է, տիպ փոխել։ Ես ամեն ինչ անում եմ, որ փոխեմ, որ ես ինքս իմ վրա ավելի էֆեկտիվ աշխատեմ, իմ համար ավելի էֆեկտիվ աշխատեմ, քան վճարովի աշխատանքի համար։
Շատ լավ, այստեղ ուրեմն հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել, Հայկ, վստահաբար գործարարության մեջ շատ կարևոր է հաջողելու համար մտածողությունը, mindset-ը, ինչպես շատ տարածված է հիմա նաև ընդհանուր գործարար բառապաշարի բառամթերքի մեջ։ Կասեք ձեզ մոտ այն առանցքային մտածողության կետերը գործարարության, որ իսկապես ձեզ օգնում են առաջ գնալու համար։ Ու բոլորովին կապ չունի դուք հիմնադիրի դերում եք, դուք տնօրենի դերում եք, թե այլ, հա։ Ճիշտ ասած, այդ մոտեցումները ավելի շատ ինձ համասարանն է տվել, բավականին բարդ է եղել, ճիշտ ասած, բաման կարամ սովորել, հիմա էլի ամենաբարդ համասարաններից մեկն է եղել, թե սովետի ժամանակ, թե հիմա։ Ու այդտեղ մի հատ կատակ կար, որ եթե ուսանողին բամանքայի հարցնում ասում են չինարեն պիտի հանձնես, հարցնում է իսկ մետադիչկա կա, այսինքն այդ ձեռնարկը կա, այսինքն սովորացրել են, որ չլինող կամ չլուծվող խնդիրներ չկան ու մեծ խնդիրներից վախ չկա, այդ ամենակարևորն է եւ հենց սկզբից շատ համասարանի կարծեմ երկրորդ կուրսից որ սկսել եմ աշխատել տարբեր ձեռնարկատիրական փոքր գործառույթներ անել, այդ ամեն ինչը դաստիարակել է այդ skillները էլի այդ որ դու կարաս ինչ-որ բան ստեղծես կամ ինչ-որ բան փոքր համեր կազմակերպես, չգիտեմ, նախաձեռնողականություն ցուցաբեր leadership-ը էլի sense ասած, չնայած դա մի քիչ ներսից պետք է լինի, բայց ես հիշում եմ, որ տարբեր հանդեսներ, ցանկություն լինելու ուշադրության կենտրոնը կազմակերպել սկսած ինչ-որ անտառ գնալու, խորոված անելու ինչ-որ բաներից, այդ ամեն ինչը ինչ-որ management-ի բաներ է էլի, որը որ զարգանում է այդ տեսքով, հետո արդեն քեզ ուժ է տալիս կառավարել ավելի մեծ կոլեկտիվներ։ Շատ լավ, դուք ինչ որակներ եք կարևորում թիմում։ Այսինքն, եթե վերաձևակերպեմ հարցս, ինչ որակներ կան, որոնց հետ բնավ հաշտ չեք ու չեք կարող լինել եւ ինչ որակներ եք կարևորում։ Առաջնորդությունը արդեն հասկացանք, կարևոր է։ Մարդիկ, ով որ խուսափում են պատասխանատվությունից, ընդհանրապես իմ թիմի անդամ չեն կարող դառնալ, ով որ խաբում է հաստատ չեն կարող դառնալ, դե պրիմիտիվ դավաճանություն բան էլ չասեմ, այդ պարզ է, մարդիկ, ով որ ես կարող եմ ընդունել, որ մեկը ինչ-որ բան չկարողանա անի, բայց երբ որ սկսում են ինչ-որ մի ձև քողարկել, մի հատ վատ բառ եմ ուզում օգտագործեմ, չգիտեմ, այդ ասեք, բառը ոնց է, այդ մարդիկ, ով որ փորձում են ինչ-որ մի ձև իրականություն այլ կերպ ներկայացնել։ Այո, այլափոխել այդ մարդկանց էս որտեվ ես դա զգում եմ մի անգամից ու իմ մոտ մի անգամի դա ռեակցիա տալի ավելի լավ արդար բարձեվով ասել որ չի ստացվի միգուցե ինչ որ պատճառներ գտնել մյուս անգամ փորձել դա այլ ձև ճիշտ ձև լուծել քան փորձել իրականությունը խեղաթուրել ինչ որ այլ ձև ներկայացնել այդ ձև թիմում էլ դե հա ան մեկ իր տեղում պետք լինի պետք բալանսավորեն բոլորը իրար տարբեր մարդիկ են տարբեր պետք որ թիմը ճիշտ աշխատի ձև մեխանիզմը էլի բոլորը միատիպ չեն կարող լինել նաև դրա համար ամենակարևորը թիմ ձևավորելն է նույն երբ որ հայփոստում էի top management-ից կարծեմ 2 հոգի մնաց չէ 3 երկուսին է պետք է հանեի մեկը պետք է մնար ճիշտ մարդկանց պետք է առաջին այդ թիմը ձևավորվի բայց ելի մենք բավական մեծ գործ արեցինք որտեվ ես շտապ կարողացա տարբեր տեղերից մարդկանց որ ճանաչում էի իրանց մաքսիմումը գիտեի ու իրանք ներգրավել արագ ներգրավել ու հենց այդ պատճառով 2 տարվա մեջ մենք 80-րդ տեղից համաշխարհային ռեյտինգում կարողացանք կազմակերպությունը բարձրացնել 40-րդ տեղը եւ կազմակերպությունը վերցրեցինք գործառնական շահույթը տարի -800 միլիոներ մենք թողեցինք արդեն 280 միլիոն պլյուսով 2 տարվա մեջ այսինքն սարքեցինք դրական Շատ լավ ամենառանցքային բանը որը որ ձեզ տվել է Օքսֆորդը որ երբեք չեք մոռանա ու դա նաև կփոխանցեք երիտասարդ գործարարներին կամ եթե վերաձևակերպեմ հարցը խորհուրդներ որը որ դուք ուզենայիք լսել երբ դուք 20 տարեկան էիք կամ նոր էիք մոտ գործում աշխատաշուկա ամենաառաջինը ես ինքս ինչ կանեի այդ անգլերենի հանդեպ վերաբերմունքը ի սկզբանե շատ խորը կանեի ասենց ասեմ երբ որ դու Ռուսաստանում ես ապրում այնքան ոչ կարևոր է թվում անգլերենը որովհետև այնտեղ ամենի շատ քչերին է պետք այդ անգլերենը գրեթե ամեն ինչ ռուսերենն է ու այսպես ինչպես Հայաստանում չի
ու ես չնայած անցել էի անգլերեն, բայց այդքան լուրջ չէ վերաբերվել։ Հետո երբ որ ես դարձա կոմերցիոն տնօրեն Beeline-ում, մեր HQ-ն Ամստերդամում էր ու իմ ղեկավարությունը անգլիացիք էին եւ հոլանդացիք, բայց Ամստերդամում։ Ու ես հիշում եմ, որ ես համարյա 2 տարի օրը շաբաթական 6 օր անգլերեն էի պարապում 2 տարբեր դասախոսների հետ, Անուշիկի եւ Տիգրանի, Անուշիկը գալիս էր իմ օֆիս, Տիգրանի Միքայելյանի մոտ, ես գնում էի մանկավարժական համալսարան ու 6 օր շաբաթական պարապում էի, որ մտը նպատակ է դրի, որ չեմ կարա ճիշտ շփվեմ իրենց հետ։ Այդ առաջինը կանեի, այդ մի անգամից քեզ ոնց որ նոր իզմիրենիա է տալի, նոր կոսմոսա տալիս էլի, այսինքն երբ որ դու դեվս կարողանում ես շփվել։ Նոր հնարավորություններ է բացում, այո։ Երկրորդը Օքսֆորդին չի տվել, Օքսֆորդը տվել է վստահություն։ Երբ որ դու գնում տեսնում ես, համատում ես քեզ մնացածի հետ, նստած ես 32 երկրի ներկայացուցիչների հետ ու հաստատ վատագույնը չես ու այդ ամենը շատ ուժ է տալիս, բացի դրանից mindset-ն է փոխում, այդ diversity-ն որ կա, թե ինչքան տարբեր են բոլորը, ուրիշ դիտման կետից ես նայում աշխարհին, ամենակարևորը դու ես զարգանում, փոխվում դրանից ելնելով, պետք է ուղղակի անցնես այդ process-ը քեզ փոխում է, էլի։ Կրթության ոլորտում ճանապարհորդություն կարելի է դիտարկել։ Ամբողջովին, համաձայն եմ։ Ու բավականին շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, ինչի համար եմ շնորհակալ նայեմ Օքսֆորդին, թե դրսում թե Հայաստանում, ավելի շատ Հայաստանում իհարկե ու շատ ոնց որ Օքսֆորդը մեր համար մի հատ մեծ գործ արեց, սորտաուտարը լավագույն են չալաղաչ կսոկներին հավաքել եմ միտեղ։ Ուղեղներին հավաքել է մեկտեղ, որը դեպքի իրենց հետ շփվել է։ Նեշ հեշտ չի, դե պատկասեք ինչքան էգոյի կոնցենտրացիա է միտեղում, բայց շատ հետաքրքիր է։ Ես կարող եմ իսկապես հավաստել, որ բավականին այսպես գիտելիքահեն ու շատ հարուստ փորձ ունեցող անհատներ են համախմբված, քանի որ մենք նաև բավականին շատ ձեր թիմակիցներից ակումբի շրջանակներում հյուրընկալել ենք, հիմնականում իգական սերի ներկայացուցիչներին, բայց մենք հիմա փորձում ենք շարունակությունը նաև կազմակերպել եւ նաև ընդհանուր, ինչպես նշեցի, 29 անդամ են, նաև մյուս թիմակիցների հետ հանդիպել, այդ փորձը, գիտելիքը անպայման տարածել, կիսել։ Հայկ, ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի համար եւ ձեր վերջին միտքը մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, որ այս հաղորդումը, այսպես եթե ամփոփ վերցնենք, իրենց հետ տանեն։ Ես կուզենայի, որ մարդիկ բաց լինեն նոր գիտելիքներին, անպայման փորձեն թեկուզ կար ժամանակահատվածում, թեկուզ կարճ ինչ-որ կուրս, բայց դրսում, անպայման չի Օքսֆորդում, լավ կլինի Օքսֆորդում իհարկե, բայց դրսում էլ ստանալ ինչ-որ գիտելիք, որովհետև այդ մի այլ կարգի փոքր նույնիսկ դոզաներում փոխում է ընդհանուր աշխարհայացքը ու նոր ուժ է տալիս, նոր չելենջներ վերցնել եւ առաջ գնալ։ Շատ լավ, շնորհակալություն շատ, եւս մեկ անգամ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ գործար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Իմ հյուրն էր գործարար Հայկը Կարապետյան, ով հանդիսանում է Satisfy ընկերության համահիմնադիրը, Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի խորհրդի հիմնադիր անդամը եւ Օզոն Հայաստանի գլխավոր տնօրենը։ Շնորհակալ եմ։ Մերսի։